Աստվածաշունչի սերդողության։ Ես Հակոբ Հակոբյանն եմ, ցեզի պիտի ներկայացնեմ դոկտոր Վերնո Մաքիի բացատրական լուսապանութենեն։ Սիրելիներ, վերջին անգամ ամբողջացուցինք առաջին թագավորաց գիրքը, որ գավարդի, Սավուղի եւ անոր որդիին Հովնաթանի մահով բղշտացներու թեմ բادرազմի ընթացքին։ Այսօր պիտի սկսենք երկրորդ թագավորաց գիրքը, որ գբարունագե Դավիթի պատմությունը եւ անոր վերջնական իշխանությունը որպես թագավոր։ Այս գիրքը շատ կարևոր է, որովհետեւ Դավիթ Հիսուսի նախահայրն է եւ գխորհրդանշե Տեր Հիսուսի որպես թագավոր։ Սիրելիներ, երկրորդ թագավորացի մեջ պիտի տեսնենք առաջին 10 գլուխներու մեջ Դավիթի հաղթանակները, որոնք հիանալի են, ետքը 11-ին 24 գլուխներու մեջ պիտի հասնենք Դավիթի դժվարություններուն, որոնք անթիվ են Դավիթի կործած մեղքերուն հետևանքներով, բայց այսօր առաջին գլխու մեջ գետրոնացումը պիտի ելլա Իսրայել ասկի խավար օրերուն վրա։ Բادرազմը եկած էր, անոնց թագավորը Սավուղ մահացած էր եւ անոնք բարդված էին։ Բղշտացիները գրաված էին Գալիլեայի ամբողջ Հիսուսային շրջանները։ Իսկ հարավը, ուր Դավիթ կաբրեր, դեղյակ չէր բադահազեն, որովհետեւ Դավիթ իր ժողովուրդը ազատել է յետք ամաղեգացիներեն անվերադարձավ Սիգելագ եւ այնտեղ մնաց 2 օր եւ բادرազմի մասին ոչ մեկ լուր չստացավ։ Յետքը 3-10 համարներու մեջ մարդ մը կներկայանա Դավիթի, որուն հանդերձները բادرված էին ու գլխուն վրա հող գար։ Անսավ բادرազմեն գուկամ բղշտացիները հաղթեցին եւ Սավուղ թագավորը մեռավ։ Այս մարդը ամաղեգացի էր եւ խոստովանեցավ, որ ան սպանած էր Սավուղի եւ արած էր Սավուղի թակը, ինչպես նաեւ Սավուղի տրած աբարանչան։ Ան այդ բոլորը բերավ ու հանձնեց Դավիթին։ Բայց արդյոք այս ամեղեգացին իսկապես գադարած էր իր խոստովանածները։ Գարձիկովս, երբ Սավուղ ինգավ իր սուրին վրա, ան դագավի մեռած չէր, ան ողջ էր։ Եվ երբ այս ամաղեգացին անցավ, Սավուղ խնդրեց իր մե, որ սպաննե զինք, եւ ամաղեգացին սպաննեց Սավուղին։ Բայց հետաքրքրականը, որ ան Դավիթի եկած էր եւ գխոստովաներ։ Ան գագնգալ էր, որ Դավիթ պիտի բարգեւադրե զինք իր ըրածին համար։ Հիշենք, որ Սավուղ չհնազանդեցավ Աստծո եւ ան ազատ արձակեց ամաղեգացիները։ Այս մեծ սխալը բաժար դարձավ, որ Սավուղի կյանքը գորստյան մատնվի ամաղեգացիի մը ցերկով։ 14-րդ համարի մեջ Դավիթ հարցուց այս ամաղեգացիին. Ինչպես չվախցար ցերկը թերգնցնելու եւ դերոջը օձյալը մերցնելու։ Եթե գհիշեք սիրելիներ, Դավիթ չտպավ Սավուղին, անոր կյանքը խնայելով, որովհետեւ ան դերոջ օձյալն էր։ Քանի թեր Սավուղ թագավոր էր, Դավիթ զինք վնաս չէր հասցներ, որովհետեւ Աստված թակը տրած էր Սավուղի գլխուն եւ աներ, որ պիտի հաներ զայն, երբ ժամանակը հասներ։ Եվ Դավիթ լավ գիտեր այդ մեկը։ Ասոր հիման վրա Դավիթ չբարգեւադրեց ամաղեգացիին, այլ դադարեցեց զինք եւ մահաբադիժի ենթարկեց այն։ Ետքը գտեսնենք Դավիթի իսկական վիշտը Սավուղի եւ Հովնաթանի մահվան համար, երբ կգարտանք 17-ին 27 համարները։ Դավիթն ու Հովնաթանը մտերիմ ընկերներ էին, զիրար շատ կսիրեին։ Դավիթի վիշտը անգերձ էր։ 19-րդ համարի մեջ կտեսնենք անոր բանաստեղծական գնահատանքը։ Գսե, ով Իսրայելի փառքը, քու բարձր դեղերուտ վրա վիրավորված ինգար։ Եվ 20-րդ համարի մեջ Դավիթ գսե, Սավուղ ու Հովնաթան իրենց կենթանության ադենը շատ սիրելի ու հաճելի ըլլալով, իրենց մահվան ժամանակն ալ իրար մեջ զատվեցան։ Արծիվներեն ավելի թեթևաշարժ ու արյուծներեն ավելի զորավոր էին։ Դավիթ գողպա Հովնաթանի վրա 26-րդ համարին մեջ եւ գսե. Քեզի համար շատ կծավիմ, ով եղբայր իմ Հովնաթան, դու ինձի խիստ սիրելի էիր, քու սերդ ինձի զարմանալի էր, գանանց սերեն ավելի էր։ Դավիթ Հովնաթանին մեծ հարկանք ցուցաբերեց բանաստեղծական ոճով։ Այդ ամենեն գրավիչ ողբերեն մեկն էր, որ ունենք Աստծո խոսքին մեջ։ Սիրելիս, ինչպեսի հոգևոր դասեր կսորվենք Դավիթի անձնավորութենեն, մտածելով, թե ինչպես ան արժևորեց Աստծո օձյալը եւ Հովնաթանի բարեկամությունը։